Մենք երբ ֆիքսում ենք որովայնի վրա, մենք տեսնում ենք միայն որովայնի խնդիրը։ Մենք չենք տեսնում, որ որովայնը կախված է ամբողջ մարմնից։ Որովայնը միայն այստեղ չի խնդիրը։ Որովայնը մեր մոտ կեցվածքի խնդիրն է։ Եթե ուսերը թեքված են առաջ, կուզա վերևում, հա, իջած ենք ներքև, կրիվետկայի դիրքով ենք նստած, հա, ինչպես ես շատ հաճախ ասում եմ, հա, կոնքը պտտված է ներս, հետ, այսպես, հա, կոնքը թեքված է հետ։ Բնականաբար կեցվածքը թեքվում է, սեղմվում են ու որովայնը փքվում է։ Նույն ձևով հակառակը, երբ կոնքը պտտված է առաջ, հա, մենք ունենք հիպերլորդոզ, կողերը բացված են, որովայնը փքված ընկած է դուրս, հա, այսպես ասած, այդ ամեն ինչը որովայնի փքվածության պատճառ կարող են հանդիսանալ։ Դրա համար երբ մենք աշխատում ենք որովայնի հետ, մենք չենք աշխատում միայն որովայնի հետ։ Պետք է աշխատենք կրծքավանդակի հետ, պետք է բացենք կրծքավանդակը, որ չկախվի ներքև, որ չսեղմի դիաֆրագմային, որպեսզի ներվորովայնային ճնշումը չխախտվի, որպեսզի շնչառությունը լինի լիարժեք ու կարողանա օգնի, որ որովայնի առաջնային պատը հավաքվի։